Իրոք երբ գալիս ենք Իջևան, մտածում ենք, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքն եմ գալիս, այլ իմ ամենալավներից մեկի Գառնիկ Դանելյանի հայրենի քաղաքն է, որպես գործընկեր ունենալ Գառնիկի նման գործընկեր, ամենաժողովրդի մոտ, ամենահասանելի, ամենաժողովրդական, ու իսկապես կարծում եմ ձեզ համար էլ հպարտության աղբյուր է, որ ձեզ ներկայացնող է հատկապես Գառնիկ Դանելյանը։ Սիրելի հայրենակիցներ, եթե ինձ ասեք, թե նախ եւ առաջ ես ինչն եմ ուզում փոխվի հունիսի 7-ով, ես կասեի, որ ես ուզում եմ վերականգնվի հայ ժողովրդի արժանապատվությունը։ Ինչ ժողովուրդ, որ նարեկացի է տվել, խորենացի է տվել, նժդե ու անդրանիկ է տվել, չի կարող այդ ժողովրդին հազարամյա պատմություն, քաղաքակրթություն ունեցող ժողովրդի ներկայացնել մեկը, ում ուտելուց նայելուց ամոթ է սապրում, գոր կրալուց նայելուց ամոթ է սապրում, Ալիևի մոտ վիզը ծուր կանգնած էլի ամոթ է սապրում, տեսնում ես ինչպես է Էրդողանի գիրքը գրկած կանգնած էլի ամոթ է սապրում, ոչ մենք արժանի չենք նման ղեկավարին, մեր ժողովուրդը իսկապես հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդը եւ արժանի է, որպեսզի իրեն այնպես ներկայացնեն, որ Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս մենք դուրսներս բարձր քայլեն։ Այսօր ոչ Հայաստանի ներսում կա մեր ժողովրդի մոտ արժանապատվությունը, ոչ Հայաստանից դուրս։ Հայաստանից դուրս էլ բազմաթիվ մեր հայրենակիցների հետ խոսում եմ, աշխարհի որ ծայրում են լինի։ Ասում եմ մենք մի բան ենք կորցրել, ոչ միայն հայրենիք ենք կորցրել հազարավոր տղաներ, այլ մեր արժանապատվությունն է կորել։ Եվ ես այո վստահ եմ, որ հունիսի 7-ին մենք արժանապատվությունը վերականգնելու գործընթացն ենք սկսելու։ Շատ առիթներ է եղել խոսելու, շփվելու, մտքեր փոխանակելու, ու ես գիտեմ դուք ինչ եք անելու հունիսի 7-ին։ Բայց ես ուզում եմ ձեզ շատ խնդրել, որպեսզի դուք շարունակեք խոսել մարդկանց հետ, ձեր բարևանների, ծանոթ անծանոթների, եւ իրենց ասեք, որ եթե հունիսի 7-ին հանկարծ մտածեն, որ պետք է ձայնը տան քաղաքացիական պայմանագրին, իրենք ուղղակիորեն համաձայնելու են նրա հետ, որ Արցախյան հերոսամարտը, Արցախյան հաղթանակը ուղղակի ճակատագրական սխալ էր, որտեղ վաղը մյուս օրը մեր երեխաները դասագրքերում դա են կարդալու, իսկ մենք դա չենք ուզում։ Իրենց ասեք, որ այո, Արցախյան հերոսամարտը եզակի ձեռքբերում ա եղել հայ ժողովրդի համար եւ ոչ թե ճակատագրական սխալ։ Հայ ժողովրդի համար ճակատագրական սխալ է եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանություն բերելը 18 թվականին։ Որպես մարդ, ով աջակցել է այդ գործընթացին, ինչպես մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը։ Բայց այդ ճակատագրական սխալը փոխելու հնարավորություն կա։ Մի մասը փոխել է դա 21 թվականին։ Հիմա եզակի հնարավորությունը անշրջելի դարձնելու այդ ճակատագրական սխալը եւ ես վստահ եմ, որ մենք միասին դա կարող ենք անել։ Եվ ես ուզում եմ, որ դուք նաեւ իրենց ասեք, որ մեր ինքնությունը փոփոխման ենթակա չի։ Մենք իսկապես չենք կարող մեզ թույլ տալ ամբողջ աշխարհի առաջ այսպես գլխի կոր կանգնել։ Եվ որ վերջերս դուք գիտեք, որ Եվրոպական միության գագաթնաժողով էր այստեղ, տարբեր երկրների ղեկավարներ եկել են եւ Հայաստանից նկար դնելու համար Արարատի պատկերով նկար էին դրել, որտեղ մեր ժողովրդի ամենահայտնի սիմվոլը Արարատն է։ Իսկ այսօր այս իշխանությունները անխնա պատերազմ են հայտարարել Արարատի դեմ, մեր ինքնության դեմ։ Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այսօր պահպանել այդ ինքնությունը, որ մեր երեխաները վաղը գրող լինեն այդ ինքնության։ Եվ պետք է մարդիկ, ովքեր հանկարծ մտադիր են այս իշխանություններին ձայն տալ, հստակ պատկերացնեն, որ ամիսներ հետո իրենց ստիպելու են գնալ ընտրատեղամաս, որպեսզի սահմանադրության փոփոխություն իրականացնեն, առաջիկայում մեր երկրի տարածքներից նոր տարածքներ են հանձնվելու, դրա անոնսը բացահայտ են անում, առաջ գոնե ամաչում ինչպես մի քիչ մանիպուլատիվ հայտարարություններ են անում, հիմա բացահայտ են դա անում։ Եվ այս կորուստները անվերջ լինելու, այս շփման իսկապես պետք է կոտրվի եւ ես ձեր դեմքի նայելով, ձեր աչքերի նայելով տեսնում եմ այդ վստահությունը, որ մենք կկարողանանք այս իրավիճակը փոխել։ Ես իսկապես հավատացած եմ, որ առաջին քրիստոնեություն ընդունած ազգը տերականնելու իր եկեղեցուն, ամենահին քաղաքակրթություն ունեցող ժողովրդներից մեկը, տերականնելու իր պատմությունը եւ հետեւաբար իր ապագային եւ մենք միասին
կարողանալու ենք կոտրել այս անարժանապատվության շղթան եւ հունիսի 7-ը մեր արժանապատվությունը վերականգնելու սկիզբն է։